Այստեղ մի խնդիր էլ կա։ Չափազանց լիբերալ տնտեսական քաղաքականության շրջանակներում պետությունը հրաժարվել է շատ գործընթացների կարգավորումից, ինչի արդյունքում բիզնես շահի տեսանկյունից թելադրող է դարձել հիմա եւ շատ սկզբունքը։ Հատկապես խոշոր սեփականատերերը գնում են իրենց շահի մաքսիմալացմանը, կրճատելով աշխատատեղերը, իսկ գործազրկությունը համարում են պետության խնդիրը։ Աշխատողներից էլ ձգտում են նվազագույն վճարով քամել առավելագույնը։ Այս առումով, ինչքան էլ խոսում ենք Հայաստանում միջին աշխատավարձի աճի մասին, այն ոչ մի կերպ չի կարողանում հասնել գնաճին, էլ չեմ խոսում նպաստների եւ թոշակների մասին։ Աղքատությունը պաշտոնապես նույնիսկ մեթոդաբանությամբ 33500 դրամ է, սակայն նվազագույն աշխատավարձը եւ փոքր այս մեծությունից ստացվում է, որ աղքատության վերացման փոխարեն կառավարությունը վարում է աղքատության ընդլայնման խորացման քաղաքականություն։ Տեսեք 32500 դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում աղքատության գիծը համարվում 33500 դրամ։ Սա խոսում է այն մասին, որ աշխատող աղքատ եզրույթը ցավոք Հայաստանում տարածվել է եւ արդեն նաեւ օրինական մակարդակի վրա է դրվել։ Խնդիրը ավելի մարտավարական դրսևորման մեջ է։ Այս պահին, այս չափով, այս ձևով, թե վաղը այս ձևով, այն ձևով։ Մենք խոսում ենք մարտավարության մասին, պետք չէ հասարակությանը այն մոտեցումը մատուցել, որ կառավարությունը դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, չի կարող նման բան լինել։ Պետք է ապահովել առաջանցիկ արտադրողականության աճ եւ դրան համընթաց աշխատավարձերի մակարդակի բարձրացում։ Ոչ թե գնալ առաջին քայլով աշխատավարձերի բարձրացմանը եւ հետո տեսնել դա ինչ հետևանքներ կունենա, փորձել ուղղել այլ գործիքներով։ Ցածր աշխատավարձը բազմաթիվ բացասական դրսևորումներ ունի։ Բացի այն, որ անձը մեկուսանում է եւ չի կարողանում իրացնել իր իրավունքները, նա դառնում է սոցիալական բեռ պետության համար, թե առողջապահության, թե կրթության եւ թե մշակութային տեսանկյունից։ Անձը դուրս է գալիս հասարակության ակտիվ զանգվածից եւ տեղափոխվում աղքատ հոգեբանության տիրույթ, ավելի ու ավելի սրելով բևեռացվածությունը հարուստ եւ աղքատ խավերի միջև։ Կարող ենք աղքատության մակարդակը նվազեցնել իհարկե, բայց այն տարբերությունը, որ կա հարուստների եւ աղքատների միջև, ժողովրդավարության առումով լուրջ խնդիրներ է առաջացնում։ Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարության հիմնական ողնաշարը սյունը, միջին խավն է։ Եթե ունենք շատ հարուստներ եւ շատ աղքատներ ու միջին խավ չկա, այդտեղ խնդիրներ են առաջանում հենց ժողովրդավարության տեսանկյունից։ Այս առումով շատ կարեւոր է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը։ Հենց դրա հիմքի վրա է ստեղծվում միջին խավը։ Եկամուտների բաշխվածությունը, երբ մենք դիտարկում ենք համախառն ներքին արդյունքում, տեսնում ենք, որ տարեստարի ծայրահեղ բևեռացումներ են նկատվում քաղաքացիների եկամուտների մեջ։ Այլ կերպ ասած, միջին եւ դրանից ցածր եկամուտ ունեցողների եկամուտները ավելի դանդաղ են աճում, եթե չասենք, որ առանձին քվանտիլային խմբերում կրճատվում է, մինչդեռ բարձր եկամուտ ունեցողների մոտ կտրուկ աճ է արձանագրվում։ Այսինքն տեղի ունենում եկամուտների բաշխման անհամամասնության խորացում, որը տնտեսագիտության մեջ հայտնի է Ջինի գործակից անվամբ, եւ այդ հատվածով եթե մենք դիտարկում ենք, մենք տեսնում ենք, որ այստեղ նույնպես արձանագրում ունենք բացասական տեսակետից։ Իհարկե մենք խնդիր ունենք նաեւ ճգնաժամից առաջ եւ դրա ուղղությամբ քաղաքականություն էր համապատասխան իրականացվում, սակայն այսպիսի մի հետաքրքիր հանգամանք կա, որ ճգնաժամի ժամանակ իհարկե այսպես տուժում են եւ հարուստները եւ աղքատները, բայց աղքատները ավելի շատ են տուժում ճգնաժամի ժամանակ։ Աճի ժամանակ բնականաբար երկուսի վրա էլ դրական է անդրադառնում, բայց ավելի շատ են օգտվում հարուստները։ Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեր մեծահարուստներից շատերի եկամտի թռիչքային աճը պայմանավորված է ոչ այնքան նրանց մտավոր գործնական կարողություններով, որքան բիրտ ուժով եւ իշխանական լծակներով։ Այս երևույթն այլ կերպ կոչվում է օլիգարխիա։ Քանի որ իշխանությունը առայժմ օլիգարխիկ խավերի ձեռքում է, այսինքն պետական իշխանության ինստիտուտները այդ խավերը կարողանում են ծառայեցնել իրենց շահերին, այլ եւ այդ ինստիտուտները չեն ծառայում հանրային շահերին, ապա բնականաբար այդ խավերը առայժմ ստեղծված այս պայն ստեղծված իրավիճակից ելնելով գերադասում են հանրության մեծ մասը պահել աղքատության եզրին, որովհետև այդ ճանապարհով հնարավոր է այդ մարդկանց կախվածությունը ընդհանրապես ապահովել օլիգարխիկ համակարգի։
Աղքատ խավն է, որ ավելի կարող է անկառավարելի լինել նաև ձեր ասած իմաստով։ Մարդը, որ դժգոհ է իր սոցիալական վիճակից, հա, դժգոհ է իր ապրելակերպից, կյանքի որակից ընդհանուր առմամբ, կարծում եմ նա ավելի անկանխատեսելի է եւ ունակ է ինչ-որ գործողությունների, քան մեկը, որ գոնե ունի բավարար մակարդակ կյանքի որակի։ Մենք իրականացնում ենք սոցիալական միասնության ուսումնասիրություն, որի արդյունքները շուտով վերջնական տեսքի կբերվեն եւ կներկայացվեն հանրությանը։ Ասեմ, որ այս հետազոտությունը շատ հետաքրքիր հակասություն կարողացավ վերհանել։ Օրինակ, մարդիկ բողոքում են, որ իշխանություններն իրենց հետ չեն խորհրդակցում պլանավորման ընթացքում։ Նեղվում են, որ ոչ ոք իրենց հետ հաշվի չի նստում, բայց մյուս կողմից, երբ հարցնում ես, դուք կուզես մասնակցել այդ պլանավորման աշխատանքներին, ասում են ոչ, դա իմ գործը չէ, կառավարությունը, տեղական իշխանությունները պետք է անեն։ Ես ինչ գործ ունեմ դրա հետ։ Մարդկանց վերաբերմունքի մեջ նման երկակիություն կա։ Երկակիություն կա, քանի որ Հայաստանում մարդու իրավունքների եւ պարտականությունների եզրերը իրարից շատ են հեռու։ Աղքատ խավի իրավունքների եզրը չի էլ նշмарվում, համատարած պարտականություններ են։ Իսկ թե որքանով են աղքատության եւ հարստության եզրերը հեռու իրարից կամ որքանով է հասարակությունը բևեռացված, ընդունված է գնահատել համեմատելով 10% ամենաաղքատ եւ 10% ամենահարուստ խավերի եկամուտները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն դրամական եկամուտների առումով Հայաստանում այդ տարբերությունը մոտ 14 անգամ է, բայց անկախ փորձագիտական գնահատականներով 50 անգամից էլ ավելի։ Հարուստ խավի ներկայացուցիչների ընդգրկվածությունը բարձրագույն կրթության մեջ մոտ 20 անգամ ավելի է, քան աղքատ խավի ներկայացուցիչներինը։ Հանուն ճշմարտության պիտի ասել նաև, որ վերջին տարիներին կրթությունը, առողջապահությունը աղքատ խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ամբողջ խնդիրը նրանում է արդյոք որակյալ է այդ ծառայությունը եւ արդյոք առողջապահությունը հավասարապես որակյալ առողջապահությունը մատչելի է սոցիալապես անապահով խավերին, որովհետեւ կյանքի որակը պահպանելու եւ զարգացնելու հնարավորություն կարող է ստեղծել որակյալ առողջապահության մատչելիությունը, այլ ոչ թե պարզապես առողջապահության, որը ասենք լուծում է այդ պահին ինչ որ կերպ լուծում է այդ պահին առաջացած խնդիրը մի կերպ, բայց չի լուծում այդ մարդու առողջության խնդիրը ընդհանրապես, որովհետեւ նա հետո չունենա առողջական խնդիրներ, լինի առողջ մարդ բացարձակապես եւ կարողանա իր առողջության շնորհիվ ունենալ նաեւ գործելու, գործունեություն ծավալելու հնարավորություն եւ զարգանալու հնարավորություն։ Նյութական, կրթական, առողջապահական գործոնները առանցքային են իհարկե մարդու կյանքի որակի, հնարավորությունների, ազատությունների ընդլայնման տեսանկյունից, բայց բավարար չեն։ Անհրաժեշտ է նաեւ իրական կայունության եւ պաշտպանվածության մթնոլորտ ձևավորել, ինչը շատ ավելի խոր արմատներ ունի, քան տնտեսական կամ բուն աղքատության խնդիրներն են։ Այդ արմատները գտնվում են արդեն կառավարման եւ իշխանության համակարգային բնույթի մեջ, քանի որ մեր մոտ իշխանությունը ունի կառուցվում է արտոնյալության սկզբունքի հիման վրա։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ չեն մտնում այդ արտոնյալ խավի մեջ, իշխանությանը մերձ, արտոնյալ խավի մեջ, բոլոր նրանք այսօր կարելի է ասել վտանգված են աղքատության, անկախ նրանից, թե ինչքան են այդ մարդիկ վաստակում այսօր, որովհետև մեկ օրում կարող է նրանց համար կյանքը փոխվել։ Եվ մեկ օրում նրանք կարող են հայտնվել արդեն սկզբում մեղմ վիճակում, աղքատությանը մոտ վիճակում, իսկ ասենք մի քանի ամսում ընդհանուր նրանք կարող են հայտնվել աղքատության մեջ, նկատում եմ նրանք կարող են չկարողանան վճարել իրենց բնակարանի ջեռուցման վարձը, իսկ դա արդեն աղքատություն է։ Մեզ անհրաժեշտ է նոր ռազմավարություն, այդ ռազմավարության հիմքում պետք է դրված լինի չկավորության վերացումը, կտրուկ վերացումը, այսինքն ոչ թե նվազեցում, ոչ թե մեղմում, այլ կտրուկ վերացում պետք է լինի ռազմավարական գործողությունների հիմք։ Եվ երկրորդ մակարդակում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսականից ավարտված նույնիսկ մշակութային ուղղություններով կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն միջոցառումների մակարդակով եւ տեսանելի ու չափելի միջոցառումների մակարդակով, որպեսզի քաղաքացին ինքն էլ կարողանա տեսնել ու իր իրացման հնարավորությունը հասկանալ այդ համակարգի մեջ։ Պրոբլեմի լուծման հեռանկարը նրանում է, որ
միջին խավի ձևավորման մեջ եմ ես տեսնում, իսկ միջին խավ Հայաստանում օլիգարխիկ համակարգը չէ որ պետք է ձևավորի, միջին խավը ինքը իրեն է ձևավորվում պայքարի միջոցով, իր շահերին ուղղված պայքարի միջոցով, ինչի սաղմնային դրսևորումները կարելի է ասել Հայաստանում արդեն նկատելի են։ Ես չգիտեմ դա ժամանակային առումով ինչքան կտևի, բայց կարելի է հուսալ, որ այդ խավը, որը որ այսօր մենք տեսնում ենք, որը որ ունի իր շահի գիտակցում եւ որի շահը տարբերվում է որակապես օլիգարխիկ համակարգի շահից եւ աղքատ բնակչության շահից, այդ խավը հնարավոր է որ փոփոխություններ մտցնի Հայաստանի կյանքում եւ այդ խավի քանակական աճը հնարավոր է աղքատության հաղթահարման ամենաարմատական եւ հիմնարար երաշխիքը դառնալ։ I'm very optimistic. Ես բավական լավատես եմ եւ հավատում եմ, որ Հայաստանը շատ պայծառ եւ բարեկեցիկ ապագա կունենա։ Այս համատեքստում պետք է ասեմ, որ այս տարի նշում ենք ՄԱԿ-ի Հայաստանում ներկայացված լինելու 20-ամյակը։ Առաջին իսկ օրվանից մեր բոլոր ծրագրերը նպատակաուղղված են եղել մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը եւ աղքատության մակարդակի նվազեցմանը։ Պետք է ասեմ, որ բարեկեցությունը համընդհանուր նպատակ է եւ համընդհանուր ջանքեր է պահանջում։ Կառավարությունը պետք է խաղի հստակ կանոններ սահմանի եւ վերահսկի դրանք։ Հստակ կանոններ կսահմանվեն միայն այն ժամանակ, երբ հասարակության մեջ հաղթահարվի քաղաքակրթվածության ճգնաժամը, երբ ուժեղ պահանջատեր հասարակություն ձևավորենք, երբ հասարակության մեծ մասը հասկանա, որ ընտրությունների ժամանակ կաշառք չվերցնելով իր երեխաների, թոռների բարեկեցիկ ապագայի հիմքերն է դնում։ Թույլ հասարակությունը երբեք չի կարող ստիպել իշխանությանը լսել եւ հաշվի նստել իր հետ։ Եթե հասարակությունն իր բարեկեցությանը, արժանապատվությանը, պաշտպանվածությանը վերաբերող հստակ խնդիրներ չի դնում իշխանության առջև, այդ խնդիրները չեն լուծվելու։ Այնուամենայնիվ համոզված եմ, որ մեր հասարակության մեջ ձևավորվում եւ աստիճանաբար մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, որ իրենց խոսքն արժեք ունի։ Իրենք կարող են եւ պարտավոր են մեր երկրում ինչ-որ բան փոխել։ Գիշերն ինչքան էլ երկարի, առավոտը գալու է։ Հավատով ապրեք։ Կհանդիպենք։ Խորհրդատվական աջակցությունը տնտեսական անվտանգության աջակցության նախաձեռնություն հիմնադրամի